Այսօր խոսելու ենք մի իրավիճակի մասին, որին կարող է հանդիպել յուրաքանչյուր մարդ, հատկապես գարնանը և ամռանը։ Եթե զբոսնում եք բնության մեջ, արշավի եք գնում կամ աշխատում եք գյուղատնտեսությամբ, հավանական է, որ որևէ օձ կտեսնեք։ Այդ պահին ամենակարևորը խուճապի չմատնվելն է, որովհետև շատ դեպքերում հենց մարդու սխալ արձագանքն է մեծացնում վտանգը։ Այս տեսանյութում կպարզենք ինչ անել օձ տեսնելիս, ինչ չի կարելի անել և ինչպես նվազեցնել խայթոցի վտանգը։ Առաջին կանոնը՝ խուճապի մի մատնվեք։ Օձերը սովորաբար չեն հարձակվում մարդու վրա առանց պատճառի։ Շատ դեպքերում նրանք փորձում են հեռանալ, եթե իրենց վտանգ չի սպառնում։ Հանկարծակի շարժումները, գոռալը կամ օձին մոտենալը կարող են ստիպել նրան պաշտպանվել։ Երկրորդ կանոնը՝ պահպանեք անվտանգ հեռավորություն։ Եթե օձ եք նկատել, կանգ առեք և մի փորձեք մոտենալ, ավելի լավ տեսնելու կամ լուսանկարելու համար։ Լավագույն տարբերակը հանգիստ հետքայլ անելն է և օձին հնարավորություն տալ հեռանալը։ Երրորդ կանոնը՝ երբեք մի փորձեք բռնել կամ սպանել օձին։ Շատ խայթոցներ տեղի են ունենում հենց այն ժամանակ, երբ մարդիկ փորձում են բռնել, տեղափոխել կամ սպանել օձին։ Նույնիսկ եթե կարծում եք, որ այն սատկած է, մի դիպչեք։ Որոշ դեպքերում օձը դեռ կարող է պաշտպանական ռեակցիա ցուցաբերել։ Չորրորդ կանոնը՝ ուշադիր եղեք քայլելիս։ Եթե գտնվում եք անտառում, քարքարոտ վայրերում կամ բարձր խոտերի մեջ, նայեք, թե ուր եք քայլում։ Եթե ճանապարհը վատ տեսանելի է, օգտվեք երկրափայտից, խոտը կամ թփերը զգուշորեն մի կողմ տանելու համար։ Հինգերորդ կանոնը՝ ճիշտ հագուստ ընտրեք։ Բնության մեջ զբոսնելիս ցանկալի է կրել փակ կոշիկներ և երկար տաբատ։ Դրանք չեն երաշխավորում լիարժեք պաշտպանվածություն, բայց կարող են նվազեցնել վնասվածքի հավանականությունը։ Վեցերորդ կանոնը՝ մի փորձեք ինքնուրույն որոշել՝ օձը թունավոր է թե ոչ։ Բոլորը չէ, որ կարող են արագ և ճիշտ տարբերակել օձերի տեսակները։ Այդ պատճառով ցանկացած խայթոցի դեպքում պետք է այն լուրջ ընդունել և դիմել բժշկական օգնության։ Յոթերորդ կանոնը՝ եթե օձը խայթել է, ամենակարևոր հանգստություն պահպանելն է։ Փորձեք հնարավորինս քիչ շարժել խայթված վերջույթը և հնարավորինս արագ դիմել շտապ բժշկական օգնության։ Մի կտրեք վերքը, մի փորձեք թույնը ծծել և մի օգտագործեք ժողովրդավարական մեթոդներ, քանի որ դրանք կարող են ավելի շատ վնաս հասցնել, քան օգուտ տալ։ Ութերորդ կանոնը՝ մի հենվեք քարերի կամ գերանների վրա առանց ստուգելու։ Օձերը հաճախ թաքնվում են քարերի տակ, փտած ծառերի կողքին կամ խիտ թփերում։ Նախքան ձեռքը նման վայր դնելը, համոզվեք, որ այնտեղ կենդանի չկա։ Իններորդ կանոնը՝ զգույշ եղեք մթնշաղին և գիշերը։ Շատ օձեր առավել ակտիվ են օրվա զով ժամերին։ Եթե երեկոյան կամ գիշերը քայլում եք բնության մեջ, օգտագործեք լապտեր և լուսավորեք ճանապարհը։ 10-րդ կանոնը՝ հարգեք բնությունը։ Օձերը կարևոր դեր ունեն բնության հավասարակշռության պահպանման գործում։ Նրանք օգնում են վերահսկել կրծողների քանակը և սովորաբար խուսափում են մարդկանցից։ Եթե օձը ձեզ չի սպառնում, ամենաճիշտ լուծումը նրան հանգիստ թողնելն է։ Օձի հետ հանդիպումը պարտադիր չէ, որ ավարտվի վտանգավոր իրավիճակով։ Շատ դեպքերում բավական է պահպանել հանգստություն, չանել կտրուկ շարժումներ և օձին հնարավորություն տալ հեռանալ։ Նախազգուշական մի քանի պարզ կանոն կարող է զգալիորեն նվազեցնել ռիսկը և օգնել ճիշտ արձագանքել անսպասելի իրավիճակում։ Եթե այս տեսանյութը ձեզ օգտակար էր, սեղմեք հավանելու կոճակը, բաժանորդագրվեք ալիքին և կիսվեք այն ձեր ընկերների հետ։